Շարունակվում է մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ, խոսում ենք հատկապես մանուկների մասին, որոնց համար շատ հաճախ պետք է կարդալ հեքիաթ ու առհասարակ պետք է շատ կարդալ, բայց հիմա տեղափոխվենք եւ պատմենք երիտասարդների համար մի շատ կարևոր նախագծի ծրագրի մասին, որը կոչվում է Սփյուռքի երիտասարդ դեսպան։ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը շարունակում է իրականացնել այս ծրագիրը եւ թե ինչ է սպասվում այս տարի, ովքեր կարող են մասնակցել, կիմանանք հենց հիմա մեր հյուրից։ Սիրով ներկայացնենք մեր տաղավարում է Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագրի ղեկավար Լիլի Խաչատրյանը, բարի լույս Լիլի։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ օրը մեզ հետ եք սկսում։ Ինչ է Սփյուռքի երիտասարդ դեսպան նախագիծը։ Ես եմ շնորհակալ օրը ձեզ հետ սկսելու համար։ Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագիրը յուրօրինակ ծրագիր է, քանի որ այն միտված է ստեղծել Սփյուռքի երիտասարդների ցանց ամբողջ աշխարհով մեկ, նրանց միջև ձևավորել եւ զարգացնել համագործակցություն, ինչպես նաեւ ակտիվացնել իրենց համայնքային գործունեությունը եւ ամենակարևոր հանգամանքը ամրապնդել կապը հայրենիքի հետ։ Սա իսկապես հիանալի հնարավորություն է երիտասարդներին, որովհետև փորձը ցույց է տալիս, որ շատ հաճախ առաջին անգամ հենց նմանատիպ ծրագրով են գալիս հայրենիքի երիտասարդ, ինչպես է տարածվածության առումով Սփյուռքում հայտնի է այս նախագիծը եւ ինչպես են ընդունում երիտասարդները, երբ հաջորդ տարին է մեկնարկում։ Ամեն տարի ավելի ու ավելի է ակտիվանում երիտասարդների հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ եւ մեր աշխարհագրությունը բավականին բազմազան է։ Օրինակ այս տարի ունենք 27 երիտասարդ աշխարհի 14 երկրից, անցած տարի ունեցել ենք 28 երիտասարդ 18 երկրից եւ գիտեք ամեն տարի ավելի ու ավելի նոր երկրներ են ավելանում, որը որ շատ ուրախալի է, քանի որ ծրագրի հենց բուն նպատակներից մեկն է ավելի աշխարհագրությունը տարածել։ Գործնականում այս ծրագիրը ինչ է ենթադրում։ Սփյուռքի երիտասարդները գալիս են հայրենիք եւ Ծրագիրը իրականում մեկ տարի է եւ բաղկացած է երկու շրջափուլից։ Առաջին փուլը հայաստանյան փուլն է, պարտադիր պայման է, որ երիտասարդները պետք է լինեն Հայաստանում 2 շաբաթ շարունակ։ Այս 2 շաբաթների ընթացքում իրենք հնարավորություն ունեն ձեռք բերել նոր գիտելիքներ, հմտություններ, ծանոթություններ, այցելեն պետական կառույցներ, ոչ պետական կառույցներ, մարզեր, այսինքն 2 շաբաթվա ընթացքում ծրագիրը այնպես է պլանավորված, որ մաքսիմալ գիտելիքներով վերադառնան իրենց համայնքները եւ հետո արդեն սկսում են համայնքային աշխատանքներ, ունենք մշակված ծրագիր իհարկե, քանի որ յուրաքանչյուր համայնք յուրովի է, մասնակիցների հետ քննարկում ենք եւ անցնում ենք աշխատանքի։ Ովքեր եւ ինչպես կարող են մասնակիցը դառնալ այս նախագծին։ Կարևորագույն հարց, քանի որ ունենք ծրագրում սահմանափակում ընդհանրապես կարող ենք ունենալ 30 մասնակից ամեն տարի, ծրագրին կարող են մասնակցել 20-ից 35 տարեկան համայնքային ակտիվ երիտասարդները, նաեւ այն երիտասարդները այսուհետ, ովքեր նոր են իրենց գործունեությունը ծավալում համայնքում եւ 20 երիտասարդ ընդունվում են ակտիվ մասնակիցները, տարց ոչ այդքան ովքեր նոր են սկսել եւ այս 20 երիտասարդները կլինեն մյուս 10-ի մենթորները ծրագրի շրջանակներում։ Հիանալի փորձառություն է սա։ Իսկապես եւ հետաքրքիր է, երբ վերադառնում են համայնքներ եւ ասացիք ավելի ակտիվ փուլն է այդ ժամանակ սկսում։ Սա ինչ է ենթադրում եւ արդյոք այստեղ դեր ունի նաեւ երիտասարդների մասնագիտությունը, թե Մասնագիտությունը այդքան դեր չունի, իրենց կարևոր համայնքային ակտիվությունն է, ունենք տարբեր մասնագիտություններ, բժիշկներից, իրավաբաններից, տարբեր մասնագիտական ցանկ ունենք, բայց կարևորը իրենց հայրենասիրությունն է եւ համայնքային աշխատանքը, տարբեր միջոցառումներ են իրականացնում համայնքներում, որպեսզի համայնքային կյանքը ակտիվանա, երիտասարդները ակտիվանան եւ իհարկե կապը ամրապնդեն հայրենիքի հետ, քանի որ Սփյուռքում այսօր քանի գնն է այնքան դժվարանում է կապը հայրենիքի հետ եւ այս երիտասարդները հանդիսանում են կամուրջը Հայաստան-Սփյուռք կապի։ Ու թվում է, թե հակառակը պետք է լինի, որովհետև մերօրյա նորագույն տեխնոլոգիաները կարողանում են հեռավորությունը անգամ չեղարկել, որովհետև օվկիանոսն ենք հատում մեկ զանգի օգնությամբ, բայց արի ուտես, որ այս խնդիրները պետք է բարձրաձայնեն եւ իրենց նախագծերով օժանդակեն հենց երիտասարդները։ Նախորդ ծրագրի փորձառությունից դուրս գալով, ինչպիսի նախագծեր են իրականացվել Սփյուռքում, որոնք ազդեցություն են ունեցել նաեւ տեղի հայաստանաբնակ երիտասարդների ներգրավվածության վրա։ Իրականում նախորդ տարի շատ լավ փորձ ենք ունեցել ծրագրի շրջանակում իրականացրել ենք համաժողովներ, որ առաջին անգամ է եղել ծրագրի շրջանակում եւ բավականին լավ արձագանք է ստացել թե տեղի համայնքը, թե նույնիսկ տեղի երկրների բնակիչները, այսինքն սա հնարավորություն է տալիս ոչ միայն տեղի հայերին, այլ նաեւ տեղի բնակչության ծանոթանալ Հայաստանին, Հայաստանը ինչ երկիր է, ինչ մշակույթ ունի եւ ընդհանրապես ովքեր են հայեր։ Շատ լավ փորձ ենք ունեցել ենք թե Եղեռնի հետ կապված միջոցառում եւ թե երիտասարդական ֆորում Ֆրանսիայում։ Իսկ հաջողության պատմություններ կապերի ամրապնդման տեսանկյունից երիտասարդներ, որոնք իսկապես ծրագրից հետո իրենց համայնքում ինչ-որ բան են փոխել, կպատմեք մեզ։
Երիտասարդները երկու շաբաթ այստեղ գտնվելով ոչ միայն ծանոթանում են միմյանց հետ, այլ դառնում են ընտանիք եւ վերադառնով համայնքներ միմյանց հետ համագործակցում են, քանի որ ծրագրում ունենք եւս մեկ բաղադրիչ, որ իրենք պետք է անպայման փորձի փոխանակում անեն, այ որ դուք նշեցիք օվկիանոսի մի կողմից մի կողմը կարող են իրար հետ կապեր հաստատել, այ հենց այդ ձևել նրանք համագործակցում են եւ տարբեր միջոցառումներ են անում, նաեւ on-line հարթակով workshop-ներ են անում, այսինքն իրենց կապը շարունակական է եւ մի փոքր կատակով, բայց երբ գալիս են Հայաստան, մենք նշում ենք, որ դուք դառնում եք ընտանիք եւ այո, այս երիտասարդները դառնում են մի մեծ ընտանիք աշխարհում։ Ու կարողանում են հայ համայնքները նաև միացնել։ Ակտիվացնել, Ինչպիսին է ակտիվությունը համայնքների կողմից, որովհետև եթե Սփյուռքում գործող հայկական համայնքները пассив լինեն, գուցե երիտասարդներն էլ մեծ ողջավորությամբ նմանատիպ նախագծերի, ոչ միայն այս նախագծին, այլ նաև այլ նախագծերի, որոնք հնարավորություն են տալիս գալ հայրենի գիտելիքներ ստանալ եւ դա տանել իրենց հետ իրենց համայնքներ, այդքան էլ չեն խրախուսի։ Իրականում համայնքներ ունենք, որտեղ որ նույնիսկ համայնքային կառույց գոյություն չի ունեցել եւ մեր Սփյուռքի երիտասարդ դեսպանների շնորհիվ ստեղծվել է այդ կառույցը եւ ակտիվ համայնք ունեն հիմա տվյալ երկրում, նաեւ երիտասարդների միջոցով ստեղծվում են տարբեր կրթական համալիրներ, որը որ շատ կարեւոր է, քանի որ հայերենի իմացությունը Սփյուռքում կարծում եմ շատ կարեւոր եւ մեր ծրագրի պարտադիր պայմաններից մեկն է նաեւ։ Բայց այստեղ ակտիվ համայնքները եւս չէ ներդրում ունենում են Անպայման, միանշանակ։ Երբ երկու շաբաթով գալիս են Հայաստան մասնակիցները, իրենց կեցությունը ամեն ինչ հոգում է ծրագիրը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ֆինանսավորում ամբողջ ծրագիրը հայաստանյան փուլի, թե դասընթացները, թե կեցությունը, ամեն ինչ, իրենք միայն հոգում են դեպի Հայաստան եւ հակառակությամբ իրենց տրանսպորտային ծախսերը։ Եվ հաջորդ տարվա համար դիմելու վերջնաժամկետը ո՞րն է։ Դիմելու վերջնաժամկետը մայիսի 1-ն է, շատ քիչ Բան չմնաց։ Մի քանի օր Խրախուսում ենք երիտասարդներին շտապել եւ դիմել ծրագրին, արդեն իսկ ունենք բավականին հայտերը բավականին լայն աշխարհագրություն եւ մայիսի 1-ին վերջնաժամկետն է մեր ծրագրի։ Նաև կցանկանայի նշել, որ երիտասարդները շատ ակտիվ են այս տարի, որը շատ գովելի է, որը իր շնորհիվ է նաև մեր երիտասարդական ֆորումին, որը որ շատ օգնում է մյուս ծրագրերին ծանոթանալու հետ կապված եւ հուսով եմ, որ այո, այս տարի եւս շատ լավ մասնակիցներ կունենանք։ Եվ հայաստանյան փուլը սկսելու է օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 6-ը ներառյալ։ Իսկապես բան չմնաց, պետք է շտապել, բայց նշեցիք, որ շատ են հայտերը, ինչպես են ընտրվում 30 մասնակիցները, ինչպես են ընտրվելու։ Մասնակիցները ընտրվում են հարցազրույցի միջոցով, առաջնային փուլը անցնում են այն մասնակիցները, ովքեր համապատասխանում են ծրագրի կրիտերիաներին, այսինքն տարիքային, սահմանափակում եւ համայնքային ակտիվություն։ Երկրորդ փուլը արդեն հարցազրույցների միջոցով, որը որ ընտրվում են այն մասնակիցները, ովքեր որ մեծ միջոցառումներ են կազմակերպել, այսինքն իրենց համայնքային գործունեության հիման վրա են ընտրվում։ Կան համայնքներ, որոնք ավելի ակտիվ են սովորաբար եւ հայտադիմումների փուլում եւ ընդհանրապես։ Միանշանակ, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը մեզ բավականին մոտ է, այնտեղից ավելի շատ ենք հայտեր ունենում, բայց նախորդ տարվանից ունեցանք փորձ, որ Ֆրանսիան բավականին ակտիվ է եւ Ֆրանսիայից ունենք այս պահին 5 երիտասարդ դեսպան տարբեր քաղաքներում։ Հիանալի է։ Նաև խոսենք այն համայնքների մասին, որտեղ այդքան էլ ակտիվ չեն երիտասարդները, ինչպես է սա խրախուսվում, ինչ գուցե այլ նախագծեր կան, բացի երիտասարդ դեսպանների, որ կկարողանանք էլ ավելի ամուր դարձնել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները այդ կամրջի միջոցով։ Իրականում գրասենյակը իրականացնում է մի քանի ծրագրեր, օրինակ ունենք ճամբարային ծրագիր, Քայլ դեպի տուն ծրագիրը, ունենք Իգործ ծրագիրը, որը սփյուռքահայ մասնագետներին ներգրավում է պետական կառույցներում, եւ այս ծրագրերը տարածում են Սփյուռքի երիտասարդ դեսպանները։ Սա եւս մի միջոց է, որը երիտասարդները իրենց համայնքներում տարածում են, թե Հայաստանում ինչ միջոցներ կան, թե հայրենադարձվելու, թե երեխաները կան ծանոթանան իրենց պատմական հայրենիքին եւ 2 շաբաթ այստեղ են անցկացնում նաեւ երեխաները։ Իսկապես հիանալի հնարավորություն է Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին, քանի որ մենք ունենք այդ հնարավորությունը դիմելու նաև նրանց, եթե հետևում եք, եթե ձեր շրջապատում էլ կային երիտասարդներ, որոնք գուցե ինչ-ինչ պատճառներով դեռ չեն լսել այս նախագծի մասին, ապա դուք էլ դարձեք այդ կապող օղակը, կամրջի մի հատվածը, նրանց ծանոթացրեք, որպեսզի օգտվեն այս նախագծից, գան հայրենիք եւ փորձեն ամուր դարձնել ել ավելի Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններն ու կապերը։ Եվ ծրագրի մասին ավելի մանրամասն առցանց հնարավոր է ծանոթանալ, վստահ եմ։ Տեղեկատվությունը տեղադրված է մեր հարթակներում եւ ինչպես նաեւ հարցաթերթը, որը որ պետք է լրացնեն իրենք ընդունելության, ամբողջը տեղադրված է մեր բոլոր սոցկայքերում։ Շատ լավ, դե ծրագրին այս տարի եւս հաջողություն ենք մաղթում ու սպասում ենք ձեզ մեր տաղավարում հաջորդ տարի ամփոփելու արդյունքները։ Ձեզ օրվա լավ շարունակություն, իսկ մենք շարունակում ենք Առավոտ լուսոն երաժշտությամբ։